Բագրատունյաց 22 հասցեի շենքի բնակիչներն են, գրեթե ամեն օր ահ ու սարսափով են արթնանում, շենքի մուտք մտնելիս և բնակարաններ բարձրանալիս բարկանում։ 70-ականներին կառուցված այս շենքում սկսած վերելակների աշխատանքից շենքի նկուղում գտնվող կոյուղատարից անմխիթար վիճակում են։ Մի քանի տարի է վթարված կոյուղատարի կեղտաջրերը լցվում են նկուղ, ամբողջ շենքում տարածելով գարշահոտություն, ամռան ամիսներին մոծակներն ու մլակներն են ակտիվանում ու շենքի բնակիչների կյանքն ու առօրյան էլ ավելի մղձավանջի վերածում։ Անցյալ տարի մոծակ մլակ խեղդում էր մեզ այս ջրերից։ Ջարդվել է լցումը պրավով պատվալ։ Ես 2 տարվա բնակիչ եմ, 2 տարի բողոքում եմ այդ անը։ Շենքի մուտքի բնակիչներից յուրաքանչյուրն իր մաշկի վրա է զգում ու ծանր տանում շենքում ստեղծված ու դեռ չլուծված յուրաքանչյուր խնդիր։ Նրանք դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին։ Մի գերատեսչությունը մյուսին է մեղադրում անգործության մեջ ու ոչ ոք իր պարտականությունները չի կատարում։ Շենքի նկուղում կուտակված կեղտաջուրն ու աղբը չեն մաքրում, պատճառաբանելով, թե ամբողջ շենքը միլիոնների հասնող պարտքեր ունի համատիրությանը։ Բնակիչները ստիպված են եղել իրենց միջոցներով գումար հավաքել կուտակված կեղտաջրերն ու աղբը մաքրել։ Մի օր մեքենա բերեց այդ ջուրը, որ լցված է մարդաբոյին, մի մեքենա խողովակով քաշին տարան, ասաց դե 300,000 փող է դրան, էլ չեմ կարա։ Շենքի յուրաքանչյուր հարկում խնդիրներ կան։ Մի կողմում վերելակն է առաջինից մինչև վերջին հարկ դղրդալով բարձրանում, տանիքից անձրևաջրերն էլ ջրվեժի նման տներով, մուտքի միջանցքներով ցած իջնում։ Ես կոնկրետ չգիտեմ, կրիշից է, որտեղից է։ Մի օր այս շոչիկը կտրակի ու մենք բոլորս կմնանք տակը։ Մեզ սպալեն խոնավա։ Ամբողջ անձրևաջրերը լցվում են, բոլոր հարկերում։ Էլ չեմ ասում, ինչ իրավիճակ է, հրեն մի հատ բնակիչ, որ իր աստունը ջուր է լցվում, ստեղ բոլորը կանգնած են։ Բագրատունյաց 22 շենքի բնակիչները նամակ են ուղարկել ազգային ժողով, քաղաքապետարան։ Քաղաքային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հանդիպել բնակիչների հետ, լսել խնդիրը։ Հանդիպումը կայացել է, սակայն անարդյունք։ Շենքի երկրորդ մուտքի նկուղային հատվածից դեպի առաջին մուտք կեղտաջրերի հոսքը շարունակվում է ու օր-օրի ավելանում։ Բնակիչներն անկոտրում են, եւս մեկ դիմում են ուղարկել համատիրություն։ Ղեկավարը հայտնել է, որ 1 ամսվա ընթացքում կպատասխանեն նամակին։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։